Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը եւ ես Մարիա Հակոբյանն։ Այսօր իմ հյուրն է մեր բոլորի կողմից շատ սիրված Աննա Ալեքսանյանը, որը ինձ համար զարդերի թագուհին է մեր Բելգիայում։ Չգիտեմ, հետո կպարզենք։ Աննա ջան, բարև։ Բարև ձեզ Մարիշան։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Դուք ոնց եք։ Շատ լավ։ Շնորհակալություն, որ ժամանակ եք հատկացրել, որպեսզի հանդիպենք իրար հետ։ Վաղուց խոսում էինք Facebook-ում, հետո վերջը հանդիպեցինք։ Սիրով։ Աննա ջան, արի սկսենք ամենասկզբից։ Ով է Աննան, որտեղ է ծնվել, երբ է ծնվել, ինչ է սիրել փոքր ժամանակ, ինչ չի սիրել փոքր ժամանակ։ Ես ծնվել եմ Գյումրի քաղաքում։ Պապաս աշխատել է գործարանում որպես էլեկտրիկ, մամաս եղել է ուսուցչուհի։ Սովորական համեստ ընտանիքում եմ ծնվել։ Եղել եմ առաջնեկը, ունեմ քույր, եղբայր։ Փոքր ժամանակ ինչ ես սիրել, ինչ չես սիրել։ Փոքր ժամանակ շատ սիրել եմ երաժշտություն։ Փոքր տարիքից։ Փոքր տարիքից։ Ինչ էիր անում, երգում էիր, պարում էիր։ Շատ փոքր ժամանակ երգել եմ, իսկ արդեն 5-6 տարեկանից սկսել եմ դաշնամուր նվագել։ Ու դեռ մի տարի շուտ ինձ տվել են դաշնամուրի դասերի։ Աստորեն մանկությունից է գալիս սերը դեպի դաշնամուրը, հա։ Հա։ Հետո շատ էիր սիրում։ Շատ սովորել եմ դպրոցում, 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում, որից հետո սովորել եմ երաժշտական ուսումնարանում։ Դրանից մինչև հետ կհասնենք։ Դպրոցում սովորում էիր, դպրոցում բացի դաշնամուրից ինչ էիր սիրում, ինչ չէիր սիրում փոքր ժամանակ, կա բան որ չէիր սիրում, ասենք թե։ Չէի սիրում մաթեմատիկան, չէի սիրում հանրահաշիվ, երկրաչափություն։ Դեռև արվեստ մարդ էիր, բայց շատ սիրել եմ հայոց գրականությունը, հայոց լեզուն, պատմություն։ Ինչ լավ է, հա, հետաքրքիր է։ Հա։ Իսկ հետո փաստորեն ավարտում ես դպրոցը։ Դպրոցը ավարտելուց հետո շարունակել եմ երաժշտական ուսումնարանում, դաշնամուրի բաժնում, որը ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի կոնսերվատորիայում, սովորել եմ մի տարի։ Որ բաժինը կոնսերվատորիա։ Դաշնամուրի բաժինը, բայց արդեն ավարտել եմ հեռագա դասընթացով։ Անկում ամուսնացել ես աչքիս։ Անկում ամուսնացել եմ, այո։ Պարզը, փաստորեն դաշնամուրը տենց քո սերն է եղել փոքր տարիքից։ Շատ, մինչև հիմա էլ շատ սիրում եմ դաշնամուրի բաժինը։ Այո։ Հա, մարդկա հոգնում է, ինչ որ բարգում, հանգստանում է։ Ես նվագում եմ, դրանում հանգստանում եմ։ Ինչ լավ է։ Դե երաժշտությունը միշտ ուրիշ մթնոլորտ է ստեղծում, թե մարդու համար, թե ընտանիքի համար ջերմություն էլի, չէ՞։ Փաստորեն ընդունվում ես Երևանում կոնսերվատորիա, հետո կոնսերվատորիայում այդ ընթացքում հանդիպում ես քո ամուսնուն։ Իմ ամուսնուն հանդիպել եմ, երբ սովորել եմ արդեն երաժշտական ուսումնարանում։ Վաուց։ Ինքն էլ է Լեննականից։ Ինքն է գյումրեցի, բնիկ գյումրեցի։ Այո։ Իր տատիկը աշխատել է մեր երաժշտական ուսումնարանում բուֆետչիկն էր։ Տատիկն է աչք դրել աչքիս, հա։ Տատիկը, իր մաման, կեսուրս։ Իրանք են սկզբից տեսել, շատ հավանել են ինձ, հետո ամուսինս է տեսել այդ ձևի։ Դե առաջներում ավելի շատ այդ ձև է եղել ամուսնությունները, ծնողներն են տեսել, հավանել, հետո նոր տղային են ցույց տվել։ Հա, միշտ լավ է, այսինքն իրենք դե ամեն ծնող իր տղայի համար լավն է ուզում։ Դրա համար էլ որ լավ աղջիկ տեսնում են, հիմա էլ է տենց, իսկ տղաները կարող ավելի լավ չեն լսում, բայց փորձում են։ Աստորեն հետո ամուսնանում ես, հետո բալիկ ես ունենում ու արդեն ամուսնանում ես ու արդեն փոխում ես։ Այո, փոխում եմ հեռակա բաժին, որ ավելի հեշտ լինի։ Հա, ու աստորեն վերադառնում ես Գյումրի ապրելու արդեն։ Այո, ես միշտ ապրել եմ Գյումրիում։ Հա, ոնց էր անում դասերի համար։ Հենց այդ առաջի կուրսը ընդունվել եմ ու փոխել եմ հեռակա։ Հա, պարզա, չես բաների։ Երբեք չեմ ապրել։ Հետո ավարտել ես, չէ՞, փաստորեն կոնսերվատորիան։ Այո, շատ լավ գնահատականներով։ Հետո դու ինձ մի բան ես ասում, որ քո դասատուն ինչ էր ասում, քեզ։ Իմ դասատուն միշտ ասում էր, ինչի ամուսնացար ախրայ Աննա ջան, դու շատ մեծ դաշնագահարուհի կդառնայիր։ Հիմա ես ասեմ մեր ունկնդիրներին, որ իրանք քեզ հիմա չեն տեսնում, բայց դու որ այդ դաշնամուրի երաժշտության մասին պատմես, ինձ աչքերս պտղում է, ասեք ափսոս որ իրանք չեն տեսնում։ Զգում ես, որ
ասեմ համել թող նախանձենի, որ ես անձնական համերի իրավունք ունեցա լսեցի ես Աննայի նվագեցի նվագելը, քո շատ համար։ հավես էր։ Դու ափսոսում ես, որ չես աշխատել այդ բնակավարում, չես աշխատել, չէ՞ այդ բնակավարում։ Չէ, չեմ աշխատել, բայց չեմ ափսոսում, որովհետև ունեցել եմ շատ լավ ընտանիք, շատ Ունես, գեղեցիկ ընտանիք։ Ունես, հիմա էլ ունես։ Հիմա ավելի է ընդարձակվել, ավելի է շատացել իմ ընտանիքի անդամները, ավելի ջերմացել է։ Երեխեքին ես նվագել, չէ՞, երևի որ երգել բարեն։ Հա, Ես մի հատ papas ուսանողի ուներ, մեզ շատ մոտիկ մարդ էր դարե, խնկանուշ, բաճկի մամ խնկանուշին, գալիս էր տուն շատ լավ դաշնամուր էր նվագում, մինչև հիմա էլ նվագում է։ Ու որ գալիս էր, միշտ նվագում էր, ուրախանում էինք բան, հետո այս պապիկիս հետ մի հատ բան էին մտածել պաչիկների պարը։ Ուրեմն պապիկս ինձ խնկանուշ ջան, պաչիկների պարը ուրա, ու այս խնկանուշը մի հատ երաժշտությունը նվագում էր, որ մենք գնայինք պապիկ տատիկին պաչեինք ու հետ գայինք։ Այդ մեր պաչիկների պարն էր հիմա։ Եվի ձեր մոտ էլ այս պաչիկների բարեր եղել տարբեր։ նվագել եմ երեխեքին, զբաղեցրել եմ փոքր ժամանակ։ Հա, շատ հավես է այդ։ Ամուսինս էլ է շատ սիրել լսել։ Հա, ինքը չի նվագում։ Չէ, ինքը չի նվագում, բայց Ակտիվ նվագող լսում։ եղել է իմ ամուսնու պապիկը, շատ հայտնի նվագող է եղել։ Ինչ է նվագել։ Ռաբիզ երաժշտություն։ Հա, դե ժամանակ, Հա, բայց ինչ գործիք է նվագել, ուզում եմ ասեմ։ դհոլ, Դհոլ, հա։ դհոլ ու երգել է։ Ա, ինչ լավ է։ Հա, իրան անվանել են Կժոոնիկ։ Քժոնիկ։ Հա, Որ թվերին է դա եղել է։ Վաղուց։ Վաղուց։ Հա, Վաղուց։ Քժոնիկ։ Վստահ եմ լիքը ընկերներ ունենք, որ իրանք կճանաչեն, հատկապես այդ Գյումրիի շրջանից էլի, Այո։ չէ, երևի։ Իսկ ամուսինը չի երգում, չի շարունակել Ամուսինը պապիկի շատ լավ ձայն ունի, բայց չի երգել, չի շարունակել։ ընտանեկան Ուղղակի համերգ։ հա, ինքը որ երգում է շատ հաճելի, լավ ձայն ունի։ Շատ սիրում եմ, որ ընտանիքներում երգում են։ Հա, Դե պատմեցի, մերոնք էլ շատ են երգում, պապային, բան, միշտ մենք դրա մեջ մեծացել ենք, դա մի ուրիշ մթնոլորտ է ստեղծում։ Մինչև երբ եք որոշում, որ գաք Բելգիա, Անջան։ Ոնց եք որոշում, ինչի եք որոշում, ասենք, ոնց է լինում, ինչ արեքում։ 2010 թվականին տեղափոխվել ենք Բելգիա։ Բալիկներ ծնված են եղել արդեն, չի երևի։ Բալիկները երեքն էլ ծնված են եղել։ Մենք տեղափոխվել ենք իմ առողջականի խնդիրներ եմ ունեցել, դրա համար ենք տեղափոխվել։ Հետո անցել է այդ խնդիրները փառք Դե լավ է, Աստծո։ դա նորություն է։ Այո։ Ու մնացիք, ու մնացիք։ Մնացել ենք, այո, երեխաները սովորել են դպրոցում, այստեղ արդեն սովորել ենք։ Հա, Դինանը լավ քաղաք է, շատ քաղաք է։ Բան փոքրիկ գողտրիկ, չէ։ Այո։ Շատ հավես է։ Իսկ Բելգիա որ եկել եք, ասենք, թե պատկերացնում եմ, նես չէր, որ շատ մարդ գիտեի կամ գիտեի ոնց էր, դժվար է եղել, սկզբում ոնց է եղել, ոնց եք հարմարվել։ Սկզբում շատ դժվար է եղել, շատ լավ մարդկանց ենք հանդիպել, լրիվ անծանոթ են եղել, բայց շատ օգնել են մեզ, երբեք չենք մոռանա այդ ամեն ինչը։ Ինչ լավ է, որ տենց Ինչ կանել արդեն օգնության կարիք չունենք, ամեն ինչ լավ է, բայց միշտ կհիշենք այդ մարդկանց, ովքեր մեզի ձեռք են մեկնել պահին, երբ մենք կարիքը ունեցել ենք։ կարևոր է, հատկապես երբ որ գալիս ես երկիր, որը Շատ կարևոր է, նույնիսկ երբ օտանավից քիչնից ու քեզի դիմավորող կա։ ինչ հավես է։ Իրանց ճանաչել եք մինչև այդ, թե ծանոթներով։ Որ մեզ դիմավորել է, մենք ճանաչել ենք, բարեկամ են մեզ, Ինչ լավ է։ շատ Շատ շնորհակալ եմ։ կարևոր է դա իհարկե, որ իջնում ես ու գիտես ինչ որ մեկը կա, անգամ եթե ինքնուրույն ես ելնում, բայց Այո, կա, մեզ իրանց ընտանիքը շատ լավ ընտանիք էր։ Մի քանի օր մնացել ենք իրանց տանը, հետո հետո արդեն։ նոր անցել ենք Իսկ ինչի որոշեցիք, որ Դինան գաք։ Թե չեք որոշ տենց է ստացվել։ Մեր ճամբարը այդ Դինանտ քաղաքի մոդերն է եղել։ Հետո որ արդեն թուղթը ստացել ենք, բնականon այդտեղ ենք վարձակալել, հետո էլ արդեն տունը այդտեղ ենք գնել։ Հա։ Որտեվ ասենք միշտ մարդիկ ուզեն գնան մեծ քաղաքների մեջ, բան, չէ։ Չէ, մենք այստեղ ենք սովորել ու այստեղ էլ որոշեցինք տունը գնել։ Շատ լավ է։ Սեփական տունը, տղաս է գնել։ Դե շատ լավ է, շատ լավ։ Բալիկներ գոհ են այստեղ հիմա ատեն։ Գոհ են, ավելի ճիշտ սովորել են արդեն, այս կյանքին, այս նիստուկացին։ Իրանց աշխատանքն Այստեղ ունեն։ մեծացել, չէ, հիմնականում արդեն ասեցի փոքրիկ աղջիկը 9 տարեկան է եղել։ Այո, այո։
Արդեն ասենք մի ամբողջ կյանք ստեղ է ապրում փաթորեն։ Ասենք հիմա ես գիտեմ, որ դու շատ սիրում ես զարդեր, ու ես տենց եմ քեզ ծանոթացել Facebook-ում, որտեղ շատ գեղեցիկ զարդեր էիր դնում, ես այդ զարդերի թուլություն ունեմ։ Այդտեղ ընկերացանք Facebook-ում, որ զարդերն էի նայում, լայքում։ Ո՞նց է քո մոտ այդ սերը դարել ինչ որ հոբի, զբաղմունք կամ եսի։ Ավելի շատ հոբի է Մարիշ ջան։ Ուզեցել եմ մեր հայ կանայք գտնվելով Հայաստանից հեռու ստեղծել եմ այնպես, որ իրանք էլ օգտվեն հենց այդ զարդերից։ Շատ սիրուն է։ Արտահանում ենք Հայաստանից։ Հայկական զարդեր են։ Հայկական զարդեր են, այո։ Ով հնարավորություն չի ունեցել Հայաստան գնա, գնի։ Ճիշտ է, ճիշտ։ Այն ժամանակ դե Ես չկար ստեղծել եմ այդ հնարավորությունը։ Ես վստահ եմ շատ կանայք երջանիկ են եղել այդ հնարավորությունը ունենալու համար։ Չգիտեմ, երևի լավ գործ է, համես ես շատ սիրել եմ այդ աշխատանքը։ Շատ երևում է, որ դու շատ հաճույքով ես, ասենք։ Այո։ Երբեմն ասենք ես մի քիչ այն ժամանակ չենք էլ ճանաչում, ասենք հարց է տալիս կամ ինչ դու նենց մանրամասն բացատրելով, նկարելով, ուղարկելով, որ ասենք, այսինքն որ մարդը երջանիկ լինի իր ընտրածից, իր ամեն ինչից։ Բայց կա նույնիսկ, ասենք, գումարել ես աշխատել այդ զարդը վաճառելուց, բայց այնքան ես ուրախացել, որ այդ մարդը իրեն լավ է զգացել, որ իր որոնած զարդը կդել է ու դու կարողացել ես բերել, հասցնել, մի բան էլ նվեր եմ արել այդ զարդի հետ։ Ես եմ մի անգամ մի բան արել, նվեր ստացա։ Ասում եմ, վստահ չեմ դու բիզնեսի գործոնը լավ կարել ես։ Այսպեսի մի դեպք եղավ, Մարիշ ջան, ուրեմն մի հատ հաջախորդ մի օր զանգեց, Աննա ջան, գնացել էի Հայաստան, ես քո ասած գները այնտեղ կար, համարյա նույնքին է։ Ճիշտ է, դե այսօրվա դրությամբ մարդիկ հնարավորություն ունեն համեմատելու, բայց չեմ կարծում դա բիզնեսի հարցն է։ Ասում է, մտածում եմ, բա Աննա, ես ինչ լավ գներով էր մեզ տալիս, ասում եմ, նառա էր Աննա, նառա ջան, գիտես թե ինչ, ուղղակի հոբի էլի։ Չէ, բայց հավես կարևոր է, որ դու սիրում ես մի բան, որ դու անում ես քո համար ու հատկապես երբ որ տեսնում ես, որ մարդիկ երբ որ գնում են, իրանց դա երջանկացնում է։ Շատ, հետո ծանոթներ եմ ձեռք բերել, մարդիկ կան ուղղակի հիմի զանգեն, ասեն Աննա ջան, ուղղակի զանգել ենք զրուցելու համար։ Տեսար ինչ լավ է։ Դե դու սիրուն դնում ես, մարդիկ նայում են, ուրախանում են, առնում են, չեն առնում, ուրիշ պատմություն է, բայց աչքերի համար ուրախություն է։ Աչքերի համար գեղեցկություն է, Մարիշ ջան։ Իսկ ո՞նց ես դու ընտրում, ասենք քո զարդը։ Ճաշակով։ Հա։ Մտածում եմ ինչ դուր կգա։ Ճաշակով։ Հետո տարբեր ճաշակի զարդեր եմ ընտրում, տարբեր։ Մեծ, փոքր, քարերով, առանց քար։ Իսկ գիտեմ որ մարդիկ զանգում են ասում են ես հենց բան եմ ուզում։ Շատ է եղել, հա։ Ասել եմ կարող եք մոդավոր նկար ուղարկել։ Մատ ինչ-որ ֆանտազիա նկարել ուղարկենք ես։ Ուղարկել են։ Ու հենց ես իմ վարպետներին ում հետ աշխատում եմ, ցույց եմ տվել։ Քո վարպետները Գյումրիից են, թե ընդհանուր Հայաստանից։ Երևանից։ Մեծ մասը Երևանից։ Ինչ հետաքրքիր է։ Հա։ Ցույց եմ տվել իմ վարպետին, ասել եք պատրաստեմ։ Իսկ ինչ ես սիրում Բելգիայում, ինչ չես սիրում Բելգիայում, արդեն փաստորեն քանի տարի ստեղ ես, 10 քանի տարի, ինչ որ քո դուրդ գալիս է, ինչ որ դուրդ չի գալիս, կամ ինչի հետ հարմարվել ես, ինչը դեռ քեզ պակասում է։ Մի քիչ դժվար է, Մարիշ ջան, բայց կասեմ։ Բելգիայում մի քիչ մարդկանց այդ սառնությունը դուրս չի գա, հենց այս եվրոպացիների, բայց որ հարկանք կա մարդկանց նկատմամբ, այդ շատ լավ է, մարդկանց աշխատանքի նկատմամբ հարկանք կա, կապ չունի դու ինչ կաշխատի, տնօրեն ես, մաքրուհի ես, կամ չգիտեմ հաշվապահ ես, ինչ բոլորի հարկանքը նույնն է, ես դա զգացել եմ։ Ճիշտ ես ասում։ Չգիտեմ, շատ բաներ կա, դուրս չի կա, բայց կոնկրետ պես չեմ կարող ասեմ, Մարիշ ջան։ Անեն, ուրեմն ես քո համար մի քանի հարց եմ պատրաստել։ Ոնց կուզենաս, որ քո մասին հիշեն։ Մարդիկ քո մասին ոնց խոսան, ինչ ասեն քո մասին։ Աննան ով է։ Լավ մարդ երևի։
Ես ասում եմ Աննան Զարդի թագուհի։ Քեզ կհիշեմ որպես տենց։ Ուզում ասեմ, ինչ ես սենց մի մարդ որ մտածում ես, չէ՞ մեկի մասին։ Մեկ ինչ որ քո մասին մտածում եմ, ես հիշում եմ քո այդ բարյացակամությունն այդ զարդերի այդ գեղեցկությունների մոտը տենց է տպավորված, բայց դες մարդիկ ուրիշ ձև են Ամերիկա ընկալում։ Հա, չէ, ես օրինակ կուզեմ հիշեմ բարի մարդ։ Այդ ինձ թվում է բոլորը կհիշեն, անջան դա համար ջանք պետք չի։ Եթե ինչ որ մի բան անեիր անվճար, ամբողջ կյանքում, ինչ կանեիր։ Օգնել էլի, մարդկանց օգնել։ Ես շատ բան եմ արել անվճար։ Այստեղ Բելգիայում էլ օրինակ անվճար մի հատ խոր կար։ Թոշագառուների խոր էր ինքը։ Թոշագի անցած բժիշկներին, թոշագի, հա, բելգիացիներ, թոշագի անցած դասատուներ էին, դպրոցի տնօրեններ, իրան խոր էին ստեղծել։ Իրանց դաշնակահար էր պետք, ու ես իրանց համար նվագել եմ։ Գնացել եմ այդ խոր պարամունքներին, նվագել եմ։ Բայց հետո ինչ ես դադարել։ Հետո տեղափոխվել ենք Դինան, այդ ժամանակ Էվուար կմնայինք մենք, հետո տեղափոխվեցինք Դինան ու այդտեղի խոր չկար էլ։ Չէ, այդ խոր չկար, հետո արդեն ընտանիքը դժվար էր, չգիտեմ, հետո չերեցի էլ։ Էլ ուրիշ լավ բաներ ես արել Բելգիայում քո համար կամ ընդհանուր։ Շատ բաներ եմ արել, Մարիշան, ուղղակի չեմ սիրել ցույց տալ, նույնիսկ այդ օգնելու պահին ասել են ուզեք ձեզի մենք ձեզի ռեկլամենք, ձեր զարդերը, ասել եմ չէ, պետք չէ, ընդհանրապես չխոսակ այդ մասին։ Բայց լավ գործ ես անում, ինչի համար մարդկանց հաճելի գործ ես անում, ոչ մեկից ոչ մի բան չես բանանում։ Չեմ սե շատ ես ինչ մեծ օգնություններ եմ արել, ուղղակի հիվանդ երեխեք են եղել օգնել եմ։ Այս վերջերս մի հատ կազմակերպություն կար Ֆրանսիայից, կարծեմ հայրորդիկ կոչվի։ Մի քանի զարդ դրեցինք վաճառքի հատուկ օգնելու համար։ Ու գումարը տվեցիք իրանց։ Գումարը տվել եմ իրանց։ Դες, բայց գիտես ես մի քիչ համաձայն չեմ որ մարդիկ ասեն, դե ինձ չի որ մեծ բան եմ արել կամ ինձ այդ ամեն ինչը շատ հարաբերական է։ Հա, հասկանում ես, այսինքն յուրաքանչյուր բան որ դու անում ես, հա, քո վերցնում ես քո ազատ ժամանակից, քո ունեցվածքից, քո ընտանիքից, որպեսզի ինչ-որ մի բան անես, արդեն շատ մեծ բան է։ Չկա համեմատական, որն է մեծ բանը, որն է փոքր բանը, չէ՞, դες ասում ես զարդեր ես դրել կամ ժամանակ ես հատկացրել դրա վրա, այսինքն դա մենակ գումարը ինչի, դա նպատակն է, արժեք ունի, ժամանակ արժեք ունի։ Ամեն մարդ իր չափով կօգնի։ Ճիշտ է։ Բայց ես դրա համար ասում, համաձայն չեմ, մեր բոլոր հայրերը ասում են, ես ինչ եմ արել որ կամ ես ոնց է բոլորն էլ արել են, ամեն մեկը իր չափով, բայց այդ չափը իրանց համար մեծ է։ Չկա այդ համատական, չգիտեմ ինչի մարդկանց մոտ միշտ էս դա ստացա որ արել ասում ես քիչ եմ արել կամ շատ չեմ արել կամ իմ համար ամեն մեկը որ արել է, չկա պարտականություն անելու համար, դա ցանկություն է։ Ցանկություն է։ Դրա համար ես գտնում եմ բոլորս պետքա երախտապարտ լինենք ամեն մեկին, որ դες ասում ես ես եկել եմ այստեղ ինձ մարդիկ օգնել են, բարի են եղել, ասենք առաջ են տարել կամ ասենք օգնել են, չէ՞ դու դա պահում ես 15 տարի հետո, դա կարևոր է մեր մեջ պահելը դա։ Մարդը պետք է միշտ հիշե իր անցած ճանապարհը, իր դժվարությունը միշտ հիշե։ Իհարկե, շատ կարևոր է։ Դժվարություններ, որ լինում են կյանքում, հա, ո՞նց ես վերաբերվում, ո՞նց ես ղեկավարում է դժվարությունները։ Հանգիստ։ Հա։ Շատ հանգիստ։ Խոճապի չեմ մատնվի։ Միշտ երեխեքին էլ ասեմ հանգիստ մտածենք թե ինչ ձևի դուրս գանք այս վիճակից կամ ինչ ենենք որ լուծում ստանա այս հարցը հանգիստ ձևով։ Հա, շատ կարևոր է։ Իսկ երբևիցե դու քո ձեռքբերումները նշում ես, տոնում ես։ Չէ։ Շատ կուրախանամ իմ երեխեքիս ձեռքբերումների վրա, շատ։ Ու ես այդ երեխեքի ձեռքբերումը կամարեմ իմ ձեռքբերումս։ Երեխի ձեռքբերումը նշում ես, տոնում ես։ Շատ կուրախանամ։ Թեկուզ այն ամենաչնչինը, ամեն մի լավ բանը։ Ես ինքս կգտնիմ այդ ձեռքբերումը, կարող է իրանց կթվա թե այդ ձեռքբերում չէր, հա, իսկ ես իմ համար ձեռքբերում եմ։ Բայց երբեմն կարևոր է որ մեկը կողքից ասի որ էս էլա ձեռքբերում։
Հա, Որտեղ մարդիկ էլ ոնց որ դու ասում ես օգնության համար, մարդը ձեռքբերումն էլ ասում են, դες ինչ որ ის փուճուրիկ բան է, չէ, բայց ամենի ձեռքբերումը Պապան ինձ մի անգամ ասեց, չես կարա 30 քայլ մի օրում քայլես։ Բայց եթե ամեն օր մի քայլ քայլես, ամսվա չնի 30-ը։ Հիմա այդ փուճուրիկ մեծ ձեռքբերումները փուճուրիկներից են ստեղծվում։ այո։ Այնց որ շատ լավ է, այդպես մամանին, որ իրանց Հետո ոգևորումը ոգևորելը շատ մեծ կարևորություն է։ ունակությունն է։ Այո, եթե երեխային կոգևորես, եթե կասես դու լավ ես երես գործը կամ շատ աբրի, ինքը ավելին կանի։ Ահա։ Իսկ եթե հա ինչ ես երեոր, ինքը արդեն ինչ որ թևաթափ։ Ճիշտ է։ Շատ կարևոր է։ Մի հատ ցեղ կա, այդ ցեղում, որ մեկը սխալ է իրան պահում, վատ բան անում, իրան դնում են sense բոլոր այդ ցեղի ժողովուրդը կանգնում են կլորակ, այդ մարդուն կանգնացնում են մեջտեղը։ Մեկ մեր մոտ հայերը որ կանգնացնեն մեջտեղը, ինչ սխալ արել, դաժե սխալ չի արել, կասեն, չէ՞։ Հա։ Իսկ ընդեղը տենց չեն անում։ Իրանք իրան ասում են բոլոր լավ բաները, որ ինքը իր կյանքում արել է։ Ու ասում է դրա շնորհիվ ինքը ամաչում է իր արածից ու էլ վատ բան չի անում։ Հիմա այդ քո ասածն է, շատ կարևոր է պոզիտիվ։ Շատ կարևոր է, այո, ես երբեք իմ երեխեքին երեսով չեմ տվել իրանց սխալը, չեմ հիշեցրել, հակառակ, ասել եմ ոչինչ, էդել է պետք կյանքում։ Մարդը կսխալվի, ուղղակի սովորեք այդ սխալների վրա ու երկրորդ, երրորդ անգամ այդ նույն սխալը չգործեք։ Շատ կարևոր է։ Չի կարելի, եթե երեխեն սխալ է գործել, անընդհատ այդ սխալով իրան ճնշես, դու ես բանն ես երել, չի կարելի։ Չի կարելի, որովհետև դա իրան ավելի այնց ընկճում է։ Շատ Հակառակ, կարևոր է։ պետք է առաջ նայե։ Այդ սխալը կմնա հետևում, всё։ Ինքը պետք է առաջ նայե ու իշտա առաջ։ Մեր մոտ այդ ընտանիքներում կա այդ բանը, այդ ոգևորելու, ունակությունը, միասնականությունը, ասենք դժվար պահին միանալու։ Ինչի համար էս երախտապար քո կյանքում։ Լավ երեխեքի համար, լավ ընտանիքի։ Կարևոր է։ Տվյալ պահին քո ուշադրությունը ինչի վրա է բևեռված։ Թորնիկիս։ Լավ ուշադրություն է, քանի տարեկան է թորնիկը։ Մի տարի 3 ամսական է։ Հա, փաստորեն ինքը հիմա բոլոր քո ուշադրությունը իր վրա է։ Հա, երեխեքս էլ են իմ ուշադրությանս կենտրոնում, բայց այս փոքր թորնիկս, ես էլի թորնիկներ ունիմ, բայց այս փոքրը շատ ուրիշ սևի է։ Հա, ճիշտ է, որ ասում թորնիկներին ուրիշ ձեր են սիրում, քան երեխեքին։ Շատ թե քիչ։ Շատ, բայց սուդե որ կսեն երեխուդ շատ կսիրես, չէ։ Դու քո երեխուդ էլի շատ կսիրես, բայց այդ թորնիկը մի տեսակում ուրիշ քաղցրություն է։ Մամաս պապիկիս ասում մոդս է ծնվել։ Հա, մամաս պապիկիս ասում էր դու իմ համար այդպես խիստ ես եղել, թորներդ լկս ասում ես, ասում այն ժամանակ ծնող էի, հիմա պապիկ տատիկ։ Հիմա կոննա։ Միշտ մնում է այդ պապիկ տատիկի բանը, չէ։ Կա ինչ որ մի բան, որի համար զղջում ես։ Հա, կա։ Մամաս հիվանդ էր, այս զղջում եմ որ չեմ քնած, այդպես է հիվանդ ժամանակ։ Դժվար օրերն այրել ստեղ, հա։ Չէ, դժվար օրեր չէր, հա գցեմ այսօր եկուց, չեմ պատկերացրել որ կմահանա։ Իսկ մա չենք ուզում պատկերացնենք, դա ամենավատ բանն է։ Ասել եմ լավ մյուս շաբաթ կվերցնեմ տոմսերը կամ այն մյուս օրը, միշտ այսօր եկուց մինչև մի օրը հանկարծամ ա եղել մամաս։ Ինքը շատ հիվանդ չի եղել, որ մտածես թե կմահանա։ Շատ հիվանդ չի եղել։ Ուղղակի հանկարծամ ա եղել, մենակ ամբողջ կյանքում այդ կզղջամ։ Գիտես, իսկ հիմա ծնողների վրա որ վերաբերվում, մենք չենք ուզում ընդունենք, որ դա կարող է ինչ-որ վատ բանով վերջանա, միշտ ուրիշ բանով ես մտածում։ Հա, երբեք չես մտածի, որ մի օր ծնողը չի եղնի։ Քանի առիթը կա, կուզեմ մարդկանց եմ, ով ունի մամա, պապա, թող քանի կան, միշտ իրանք այդ պահը պատկերացնեն, որ կարող է մի օր չեղնի։ Հետ չգցեն գնալ տեսնելու, ուզում ես ասես։ Ամեն վարքյան վայելեն իրանց տեսնելու կարողություն, որ կարողանան տեսնին, խոսան, զանգեն, թեկուզ։ Քանի կան, քեզ կթվա թե իրանք միշտ կան,
Այսօր չզանգեցի, վաղը կզանգեմ, լավ, մյուս շաբաթ կերտամ։ Մաման Երևանում էր, հա, երևի Ռուսաստան եմ, Ֆուրիգիս ու աղբորս հետ Ռուսաստան է եղել։ Հա, բայց մենակ չի եղել, երևի դա էլ փաստ է, Հա, որ դու գիտեիր, որ ինքը աղբերս կողքն է, հա, ընտանիքով, այսինքն մեզ չէ եղել։ քո ներկայությունը շատ Հա։ անհրաժեշտ է եղել, երևի դրա համար թույլ Հա, ես քեզ տվել։ հասել եմ հետո այդ ընտանիքում ես էլ էի մի քիչ վարարող, երեխեքներ չէին ուզել, որ ես ինքնաթիռ Վախենում էին, հա։ Քսեին սպասե քիչմ լավ կեղնից կերտա, սպասե քիչմ լավ։ Դե իսկ մա դու պետք է մի քիչ ես ներես դրա վրա, որտեվ եղել են պատճառներ, որոնք հա, ու ես վստահ եմ, որ մամա վստահ է եղել, որ դա չցանկանալու հետևանք չի էլի կամ ինչ-որ Հա, մամաս հետ ինքը սերմի կա, որովհետև դու ես վադարով։ Բամա, ինքն էլ է մամա է։ Հա։ Դու ո՞նց ես հիմա քո բալիկների համար։ Դրա համար ինձ թվում է։ Մենակ այդ կզղջամ, բայց բաներ չի եղել կյանքում ու զղջացել եմ։ Եթե կախարական փայտիկ ունենայիր, ինչ որ մի բան կփոխեիր քո կյանքում։ Քո կյանքում։ Աղջականը փոխեի։ Կուզենամ որ բոլոր մարդիկ առողջ եղնեն։ Առողջությունից թանկ բան աշխարհում չկա, ով այդ ճանապարհը անցել է կզգա, թե բալիկն է հիվանդ, թե ինքը այդ կախարդական փայտիկ նորեղնի մենակ առողջություն հատկապես երբ որ երեխեքն են դա շատ ավելի բարդ է, որ ոչ մի երեխա չհիվանդանա։ Առաջինն է, երկրորդն էլ աշխարհի խաղաղություն։ Այդ երկուսը նորեղնի մնացածը ամեն ինչ լավ է։ Ինձ էլ է տենց թվում, ուսով եմ այդ ամեն ինչը կլինի, մարդիկ կկարողանան հանգիստ ապրեն այդ ամեն ինչի հետ, ամեն դեպքում շատ ջերմ է ձեր մոտ հյուր ելնելը, անջան, շատ ջերմ մարդ ես, շատ միասին ենք ապրում, Մարիշ ջան, հարսիկիս հետ, տղայիս հետ։ Դա մեծ երջանկություն է այսօր։ Շատ մեծ երջանկություն։ Ու հազատեպ, որ ասենք երիտասարդները ավելի հիմա բան են անում։ Նշանակում է ձեր այդ ընտանեկան միասնության մասին է խոսում ջերմության, էլի, որ այո, ու կարևորը համերաշխ ապրենք։ Կներես, հիմա ես նոր քո աղջկան տեսա, ես եք ուզենայի քո հետ ապրեի, ամեն ինչ անում ես տենց արմար է։ Չէ, շատ կարևոր է, իհարկե։ Իմ հարսիկս էլ շատ լավ է։ Իմ աղջիկս է, հարս որ կսեմ, ես իրան էլ եմ սե, երկու աղջիկ ունիմ, իր հատ աղջիկ ունիմ, կարևոր չէ որ իգա հարսել։ Դե դա կարևոր է, հիմա քո տղայի արդեն ոնց որ քանի տարի դա։ Այո, ինքն էլ է իմ երեխես, տարբերություն ճիշտ է։ Դե դա շատ կարևոր է անիքներում, մեկ երբեմն մարդիկ մոռանում են, որ իրանց աղջիկները են ինչ որտեղ հարսիկ։ Այո։ Եթե դե երեխան քեզի մամաքս է, ուրեմն դու պարտավոր ես քեզի մամայի պես պահես։ Տենց է, բայց այդ բան թեորիայում տենց է, բայց դե արի տենց անենք, ցանկանանք որ քո այդ բարի խոսքերով բոլոր մամաները, բոլոր սկսուրները, բոլոր զոքանչները հա ոնց որ հիշեն որ այդ բալիկներն են երիտասարդ, երիտասարդներն էլ պետք է հիշեն որ մեծերը իրանք էլ պետք է մեծին հարգեն։ Ճիշտ է։ Թե ես շատ մամաներ գիտեմ որ էլի բարեհամբույր են, էլի հոգատար են, բայց նույնը չեն ստանա ջահելի կողմից։ Ու ինչ ես խորհուրդ տալիս մամաներին ու ծնողներին ու երիտասարդներին։ Հա, ջերմ խորհուրդ Աննա Մորաքույրի կողմից։ Թող ջահելները ավելի ներողամիտ գտնվին մեծահասակներին։ Թող հարգեն ինչ որ իրանց ծնողներին կհարգեն, բայց մեծահասակներն էլ իրանց հերթին այդ ջահելներին ընդունեն որպես իրանց աղջիկը, որպես իրանց տղան։ Աղջիկը ինչ որ սխալ կինե կներվի։ Հարսն է պետք է ներվի, չէ՞։ Ճիշտ է։ Դե շատ լավ է, դες այս լավ ջերմ ուղերձի վրա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեկ անգամ եւս Աննա ջան քո ընդունելության համար ու որ ինձ հետ կիսեցիր քո երաժշտությունը, քո պատմությունը, քո ջերմությունը շատ հաճելի էր։ Հուսով եմ որ մեր Բելգիա ռադիոյի ունկնդիրներն էլ լավ կլսեն ու հուսով եմ որ մեր ինտերվյուի միջոցով իրանց մի քիչ ջերմություն փոխանցեցի ու հետևեն Աննա Մորաքույրի լավ խորհուրդները ու եթե իհարկե ցանկություն ունեն սիրուն զարդերի գանքոյջը
նայեն, կարան նայեն, լայքեն, կոմենտան, ջրի է, ես արել եմ երկար ժամանակ, ասեմ ձեզ։ Պաչիկներ բոլորին ու միջ նոր հանդիպում։